15 տարի առաջ բանակում ոչ մարտական պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի գործը դատարանում է։ Մեղադրյալը նրա ծառայեկից Ավետիք Խաչատրյանն է, որն այժմ ընդհատակում է։ Հենց սա է պատճառը, որ գործը կքննվի հեռակա։ 4 ամսվա զինծառայող Վալերիկ Մուրադյանը մահացել է 2010 թվականի մարտին։ Ըստ պաշտոնական վարկածի նա ինքնասպան էր եղել։ Դին հայտնաբերվել էր Զորամասի տարածքում պտտաձողից կախված։ Գործը քննվել է 2010-ից, սակայն պարբերաբար կասեցվել ու վերսկսվել է։ Մուրադյանին ինքնասպանության հասցնելու համար նրա երկու ծառայեկիցը մեղադրյալի կարգավիճակ են ունեցել միայն դեպքից մի քանի տարի անց 2017-ին, երբ արդեն հասցրել էին լքել երկիրը։ Այնուհետև քրեական գործով վարույթը կասեցվել էր արդեն նախկին քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն մեղադրյալների քննությունից խուսափելու հիմքով։ Գործը սակայն վերսկսվել էր 2021-ին, որի ընթացքում ըստ դատախազի լայնածավալ ապացուցողական գործողություններ են իրականացվել։ Իրականացվել էին վկաների լրացուցիչ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առկա փորձագիտական եզրակացությունների շուրջ հարցաքննվել էին փորձագետները։ Երկու մեղադրյալն էլ ըստ դատախազի Ռուսաստանում են։ Ավետիք Խաչատրյանը 2022-ին էր ձերբակալվել, սակայն նրա արտահանձնումը մերժվել էր իրավական նորմերի որոշ մեկնաբանությունների պատճառով։ Եվ քանի որ հենց այդ ժամանակ մեղադրյալը ծանուցվել էր իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, ուստի հնարավոր է եղել գործն ուղարկել դատարան եւ քննել հեռակա։ Սա հնարավոր չի եղել իրականացնել մյուս մեղադրյալի Նորայր Գրիգորյանի դեպքում։ Ինչի համար են մեղադրվում ծառայեկիցները, դատախազը 15 տարի առաջ տեղի ունեցածն ու գործով հաստատված հանգամանքներն է ներկայացնում։ Ըստ դատախազի մինչև դեպքը 2000 դրամի պարտք պահանջ է եղել Վալերիկ Մուրադյանի եւ մեղադրյալների միջև։ Հիմնավորվել էր, որ Ավետիք Խաչատրյանը 2010 թվականի մարտի 14-ին Վալերիկ Մուրադյանի մահվան օրը արդեն իսկ 2000 դրամ գումարի պահանջ էր ներկայացել Վալերիկ Մուրադյանին, վերջինս խոստացել էր այդ օրվա ընթացքում վերադարձնել գումարը։ Մի քանի անգամ պահանջելուց հետո ըստ դատախազի Վալերիկ Մուրադյանը խոստացել է, որ իրեն Պարկ համագյուղացի զինծառայողից կվերցնի գումարը եւ կվերադարձնի, սակայն պարզվել է, որ նա նույնպես ի վիճակի չէր վճարել։ Հետագայում խոսակցությունը շարունակելու նպատակով Զորամասում առանձին պայմանագրային զինծառայողների համար նախատեսված սենյակ էին հրավիրել Վալերիկ Մուրադյանին, որտեղ ներկա են եղել սույն գործով երկու մեղադրյալներ, Ավետիք Խաչատրյանը, Նորայր Գրիգորյանը։ Հանդիպմանը կրկին պնդել են, որ Մուրադյանը պետք է 2 ժամվա ընթացքում վերադարձնի պարտքը։ Հստակ գիտակցելով, որ նման պայմաններում նաև Վալերիկ Մուրադյանի երթվելու հանգամանքը հաշվի առնելով գումարը չներկայացնելը հանգեցնելու է զինծառայողների փոխհարաբերություններին բնորոշ սոցիալական դիրքի նվազման, նվաստացման եւ որոշակի զինծառայողի պիտակավորման։ Հանդիպման ընթացքում ըստ մեղադրանքի Մուրադյանը խնդրել է զրույցը հետաձգել։ Նույն օրը արդեն կես գիշերն անց հայտնաբերվել է զինծառայողի դին։ Զինծառայողի մայրը Նանա Մուրադյանը տարիներ շարունակ պնդում է, որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։ Օբյեկտիվ չափանիշներով, եթե մենք ունենայինք ինքնասպանության հասցնելու բավարար հիմքեր, շատ վաղուց այս վարույթը ավարտված կլիներ։ Ես վստահ եմ, պետությունը 15 տարի ռեսուրս է ծախսել եւ աննպատակ ռեսուրսը պիտի չծախսեր։ Հստակ ավարտին հասցներ եւ որ մասնակի հիմա էլ շարունակվում գործի քննություն ուղարկվել դատարան, ապա եւս մեկ անգամ համոզմունք ունենք, առավել եւս որ շատ կարեւորագույն ապացույցները այլևս մենք չունենք։ Ընդ որում սա նշում եմ երկու կողմերից համար անբարենպաստ հետևանքի առումով եւ քննչական մարմնի եւ դատախազության համար որպես վարույթ իրականացնող մարմին եւ մեզ համար որպես դժողի ներկայացուցիչներ այդ ապացույցները բոլորիս են անհրաժեշտ ճշմարտության բացահայտման առումով։ Մենք չունենք նման պայմաններում մենք ունենք չփարատված կասկած։ Ըստ Պապիկյանի քննությունը թերի է իրականացվել, դեպքի վայրից չեն վերցվել կարևոր ապացույցներ, օրինակ ձեռքերից նմուշներ։ Այն թոկը, այն պարանը, որի միջոցով ինքը կախվել է, պետք է ենթադրաբար այդ պարանին ինքը ձեռքերով դիպչած լիներ։ Մենք չունենք ապացույց իր ձեռքերի վրա մատնահետքեր կամ մանրէներ թելից մնացած պարանից կա թե ոչ, որովհետև այդպիսի նմուշներ չի վերցվել։ Դեպքի վայրից չի վերցվել օրինակ նրա զինվորական համազգեստի մի մասը, որոնք կարող են դիպչել օրինակ կամ պարանին կամ այն աթոռին, որի վրա պիտի ինքը կանգնած լիներ։ Պարանոցի վրա կա ենթադրյալ պարանի սեղմման օղակի հատվածը 2 օղակ։ Սա կասկածելի է այս հանգամանքը։ Այսպիսի փաստական տվյալները
առնվազն կասկած են հարուցում։ Տուժողի ներկայացուցիչը ցավով է նշում, որ ի սկզբանե շատ ապացույցներ չեն պահպանվել եւ այս պահին դրանք վերականգնել հնարավոր չէ։ Դատախազն էլ նշում է, գործով մի շարք ապացույցներ կան, այդ թվում ականատես վկաների ցուցմունքներ։ Ընդ որում ցուցմունք տված ականատեսների թվում նաեւ այն երկու զինծառայողներն են, որոնք դեպքի օրը ներկա են եղել Վալերիկ Մուրադյանի եւ երկու մեղադրյալի գումար պահանջելու խոսակցությանը։ Դատախազը պնդում է, որ ըստ գործով հաստատված հանգամանքների Վալերիկ Մուրադյանը ոչ թե սպանվել է, այլ նրան հասցրել են ինքնասպանության։ Ընդ որում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը եւս ներկայացված նյութերում չի գտել զինծառայողի մորային պնդումների ապացույցները, որ որդին սպանվել է։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2022-ին վճռել էր, որ պատշաճ քննություն չի իրականացվել գործի բացահայտման համար։ Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է որդեկորիս մորը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 20,000 եվրո հատկացնել։ Այսպիսով մեղադրյալ Ավետիք Խաչատրյանի մասն ուղարկվել է դատարան, իսկ Նորայր Գրիգորյանի մասով քննությունը դեռ շարունակվում է։ Երկուսի նկատմամբ հայտարարված է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, Լուրեր։